պետք է վերջ տակ։ Այսինքն բնակիչներին ասում են, այս էշությանը եւ պետք է վերջ տակ, հետո մի քիչ հետո պլակատվեց նայեք ճմակացած, գողացավ որ տանի։ Ու այն հետո ու թողեց գնաց։ Հետո ձեռից վերցրին։ Բնակիչը ձեռից վերցրեց։ Շատ լավ, դուք շարունակելու եք ձեր պայքարը։ Միջև վերջ։ Մեր պահանջը արդարացիա, դատարանները մեր հարցերը չեն ուզում, որովհետև դատարանների վրա են իրանք իշխում, կաշառում են, աշխատանքը փոխում են, որ մեր հարցերը սենց մնա օդից կախված։ Օլիգարխները Բոլոր ժողովուրդը փողոցում է։ Բարձերով են ապրում, ինչքան կարան բարձով ապրեն, մատղաշ երեխեք են հնարավոր է քանի տարի։ 10 տարի բարձով եմ ապրում։ Ավելացում ես, ասա, քո պայքարը ասա։ 10 տարի բարձով եմ ապրում, արդեն մի վիճակի չեմ էլ վարձ տանում։ Տան վարձել դուրս եմ տվել, որ պետք է մուծումներ անեի։ Ձեր հասցենք ասեք այդ տունը որ պետք է Այդ տունը Նորաշե 37-ի մասին է խոսքը, որովհետև բնակիչները բոլորն են 27 բնակարան։ Հա 27 բնակարան, որոնք լրիվ գումար են մուծել, որոնք էլ պետք է մուծեին, բայց այդ մարդիկ չեն համաձայնվում, որ պայմանագրերով մեր բնակարան մեզ արկասեն։ Բայց եկել են աշխարհումները իրանց տոկոս են տվել, այսինքն գումար են տվել 300,000 կոնկրետ վճռի մեջ էլ կա 5 տարվա մեջ պարզ ակնհայտ երևաց, որ իրանք եկան վաշխառուները, խոստովանեցին, որ իրանք տոկոսով գումար են տվել, կառուցապատողը գումար չի ունեցել, գումարը տվել է եւ դիմացը, որպեսզի վստահելի լինի, դրա դիմաց մեր բնակարանները շատ լավ իմացել են, որ բնակչությունը գրված է այդ տունը պետք է վերցնի, բայց իրանք ասել են տոկոսները կվերցնեն, տոկոսները վերցրել են, հետո իմացել են կառուցապատողը մի 2 տարի հետո 3 տարի հետո արդեն դատվեցին, սկսվեց դատավարությունը 11 թվականից, դատավարության ընթացքում 5 տարի բացահայտ բոլոր վաշխառուները եկան քննություն Այդ թվում եղել են նաև Նաղդալյանն ու իր Տոգոն, Դմոն, Դնոն Արսեն Ավագյանի պատգամավոր ԲՀԿ-ի պատգամավոր, նրա դրածո Արտաշես Մելիքյանը եկել է մի գումար տվել տոկոսով, տոկոսի դիմաց մեր շենքերը որպես գրավ վերցրել է, հենց տեսել է կառուցապատողին բռնել են, ինքը շարունակեց կառույցը եւ 93 բնակարանը վաճառել է, պատրաստի շենքը, մեր շենքը կիսակառույց, մեր քրտինքով է կառուցվել։ Ինքը տեսա որ նստել են, գիտի որ պետությունը հովանավորում է իր նման վաշխառուներին, ինքն էլ բանկից գումար վերցրեց, եկավ միշտորդություն տվեց դատարան, դե խնդրում եք այդ կալանքի տակ էր մեր ամբողջ շենքը, Մելքոնյան Մարինեն դատավորը ընդառաջեց նրա միշտորդությունը, շենքը կիսակառույց շենքը հանեց կալանքից Եվ ինքը գնաց, սկսեց պետությունից տոկոսով վերցնել, շենքը կառուցեց, ավարտեց, 93 բնակարան արդեն վաճառել է, 27-ը առ այսօր անորոշ վիճակում է, որ բնակիչներ ունենք անուններով, քառակուսիներով, հարկերի համարներով, բնակարանի անուններով ըստ պայմանագրի մեզ է պատկանում։ Այդ 27 բնակարանը այնքան հեշտ է, որտեղ այնքան են թալանել, թող գերշահույթից 93-ից օգտվել է գերշահույթով, 27 բնակարանը էլի որ մեծ է, ինքը էլի շահույթ է ստանալու, ընդամենը երկրի գերագույն հրամանատար Սերժ Սարգսյանը, եթե ասի Արտաշես Մելիքյան, Արսեն Ավագյանի դրածո, այդ 27 բնակարանները, որ ժողովրդին է, իմացել ես, տոկոսով փող ես աշխատել, բավարարվի կերածովդ, լափածովդ, տուր այդ բնակիչները թող գնան իրանց արդար քրտինքը, վայելեն